Բարև ձեզ, հարգելի գոլեգաներ, բարև ձեզ, հարգելի պացիենտներ և պացիենտների հարազատներ։ Այսօր պիտի քննարկենք մի հետաքրքիր թեմա, որ ժողովրդական բժշկության մեջ ընդունված է, որ հոնի օղին կամ թթի օղին հանդիսանում է խոցերի կամ գաստրիտների համար բուժման միջոց, ժողովրդական բժշկությունը, այսպես ասած, ավանդույթը այդպիսի պատկերացում ունի, և մենք փորձենք հասկանանք, թե դա ինչքանով է իրական, ինչքանով է ճիշտ, ինչքանով է օգտակար, այդ ոնց է եղել, որ ժողովրդի մեջ այդ ամրացել է, այդ սովորույթ է դառել, այդ կարծրատիպը կարելի է ասել, այսօրվա դրությամբ արդեն կարծրատիպ կարելի է ասել, այդ ոնց է դա եղել, և արդյոք դրանք օգտակար են, և ինչ է ասում ժամանակակից բժշկությունը, ինչպիսի առաջարկներ ունի հոնի օղու կամ թթի օղու փոխարեն։ Դե միանգամից առաջ ընկնելով ասեմ, որ իհարկե օղին, սպիրտը ավելի շատ վնաս կարող հասցնի, քան թե օգուտ մարսողական համակարգին, հատկապես բորբոքված ստամոքսի կամ խոցային հիվանդության ժամանակ։ Ավելի շատ վնաս կարող հասցնի, քան օգնի, բայց միթե այս ամեն ինչում ինչ-որ ռացիոնալ հատիկ չկա։ Միթե չկա որևիցե տրամաբանություն, որ ժողովրդի մեջ այսպես արմատացել, ամրացել, սովորույթ է դառել այդ միջամտությունները։ Եվ էլի առաջ անցնելով ասենք, որ խոցային հիվանդության, 12 մատնյա խոցային հիվանդության, հաճախ ստամոքսի խոցային հիվանդության և գաստրիտների բուժումը ներկայիս բժշկության համար 2 շաբաթվա, ամենաշատը մի ամսվա բուժում է, որտեղ 2 շաբաթը 10-ից 14 օրը հիմնական բուժական ազդեցությունը դեղերն ենք տալիս, հետո որոշակի այսպես պահպանողական կարելի է ասել բուժումով մի ամսում կարանք ավարտենք բուժումը, այսինքն այդ հարցը այսօրվա դրությամբ լուծելի է։ Եվ հիշենք, որ սրանից մի 20-30 տարի առաջ այս խնդիրները համարվում էին քրոնիկական անբուժելի վիճակներ, կամ օրինակ խոցային հիվանդության ժամանակ վիրահատական ճանապարհով էին, այսինքն հեռացնում էին խոցը, 12 մատնյա աղուն, 12 մատնյա աղու մի մասը, ստամոքսի մի մասը հեռացնում էին, որպեսզի կարողանային այս պարզ հիվանդությունը հիմա մեզ համար, ժամանակակից բժշկության համար պարզ բուժելի հիվանդությունը բավականին ծանր բուժական գործընթացներով էր անցնում, սրանից 20-30 տարի առաջ։ Եվ հելիկոբակտերի հայտնաբերելու հետ, հելիկոբակտերը դա այն բակտերիան է, որ ապրում է ստամոքսում, որը խոցերի և գաստրիտների հիմնական պատճառն է, հելիկոբակտերի հայտնաբերման հետ ահագին փոխվեց մոտեցումները։ Որպես այսպես օրինակ մի պատմություն պատմեմ, բժշկական համալսարանում մեծ կոնֆերանս է, հայազգի վիրաբույժների այսպես համընդհանուր համաշխարհային կարելի է ասել կոնֆերանս է, որտեղ տարբեր հայազգի վիրաբույժներ, թե Հայաստանից, թե Սփյուռքից, արտասահմանից հավաքվել և քննարկում են տարբեր մոտեցումներ, մի խոսքով բժշկական կոնֆերանս է, պրոֆեսոր մարդիկ, ակադեմիկ մարդիկ հավաքվել են, և այս կոնֆերանսի ժամանակ հայաստանյան վիրաբույժներից մեկը ցույց է տալիս ստամոքսի, թե 12 մատնյա աղու կներեք, 12 մատնյա աղու խոցային հիվանդության վիրահատության մոտ 200 դեպք, որը ինքը ուրույն նորարարական եղանակով է վիրահատությունը անում, այսինքն պաշտոնական, օֆիցիալ ինչ-որ տարբերակներ կան վիրահատության, և ահա մի վիրաբույժ գտել է ավելի հետաքրքիր վիրահատական տեխնիկա, վիրահատական տակտիկա և ներկայացնում է այս բոլոր վիրաբույժներին իր նորարարությունը, որը ինքը ցույց է տալիս 200 հիվանդի վիրահատելու արդյունքում, թե ինչ է ստացել, և երբ որ այս պրեզենտացիան ավարտվում է, ֆրանսահայ վիրաբույժին հարցնում են, թե դուք որպես փորձառու և հեղինակավոր մասնագետ Ֆրանսիայից եկած, դուք ինչ կարծիքի եք այս նոր մոտեցման հետ կապված, այս նոր վիրահատության հետ կապված, և ֆրանսիացի վիրաբույժը պատասխանում է, ասում է ներողություն, բայց ես իմ կյանքում ընդամենը 4 անգամ եմ խոցային հիվանդություն վիրահատել, էդ էլ հանգամանքների բերումով այլ լուծում չկար, 200 վիրահատության փորձ ես չունեմ,
Ինչու չունի, որովհետև Ֆրանսիայում վաղուց արդեն գիտեն, որ հելիկոբակտերով, անտիբիոտիկներով 2 շաբաթում լավանում է հիվանդը, կարիք չկա վիրահատության, բայց Հայաստանում դեռ ավանդույթի ուժով շարունակում են վիրահատել եւ շարունակում են մի բան, որ շատ հեշտ լուծում ունի, բավականին բարդ է, ձախ ականջը աջ ձեռքով բռնելու կամ աջ ականջը ձախ ձեռով բռնելու պրակտիկան է հələ։ Այսինքն աշխարհը վաղուց էս հարցը լուծել է, բայց հիմա գանք մեր թեմային, թե բա հոնի օղին, թթի օղին, մեր պապական ավանդական լուծումը, ինչ տարբերակով է ամրացել եւ ընդհանրապես արդյոք օգուտ չի տալիս։ Ասեմ ձեզ, եթե մենք ապրեինք նախնադարում, Սարի գլխին, միգուցե ես էլ որոշակի հանգամանքներում հոնի օղի կամ թթի օղի խորհուրդ տայի։ Ոչ ժամանակակից դարում եւ ոչ ժամանակակից բժշկության մեջ։ Բայց հիմա հաթաթ ներկայացնեմ դրանց հնարավոր օգուտները, որոնց պատճառով մարդիկ սկսել են օգտագործել։ Նախ հիշենք, որ թե թթի օղին, թե հոնի օղին, դրանք սպիրտ են, այսինքն դրանք թունդ օղիներ են, 40 աստիճան կամ 40 գրադուս օղիներ չեն, այլ 60-70 գրադուս օղիներ են։ Սա առաջի առանձնահատկությունը, որ հետո պետք է գալիս։ Մի րոպե։ Ուրեմն, երբ որ մարդը օղին խմում է, ստամոքսում միշտ կա որոշակի չափով հեղուկ, ստամոքսահյութ։ Եթե նույնիսկ դուք ջուր չեք խմել, հյութ չեք խմել, ստամոքսում կա միշտ որոշակի չափի հեղուկ, որ երբ որ դուք 40 գրադուսով հեղուկը օղին խմում եք, այնտեղ այդ հեղուկի ազդեցության տակ նոսրանում է, փաստորեն ստամոքսում մենք ունենում ենք ոչ թե 40 գրադուս, 30 գրադուս, 20 գրադուս, իսկ եթե հոնի օղին կամ թթի օղին են մարդիկ խմել, ահա դա գնացել է 60-70 գրադուսանոց խմիչքը, ալկոհոլը, գնացել ընդեղ դարել է 40 գրադուսանոց։ Այսինքն ճիշտ է, նոսրացել է, գրադուսը ընկել է ստամոքս հասնելով, բայց այնուամենայնիվ պահպանել է որոշակի թնդություն, ալկոհոլի որոշակի մակարդակ։ Եվ ինչ է անում խոցի կամ գաստրիտի ժամանակ։ Ամենաառաջինը, որ անում է, ցավազրկում է։ Սպիրտը օղին, նյարդային վերջավորությունները թմրեցնելով ցավազրկում է։ Եվ սխալմամբ մարդիկ կարան խոցային հիվանդությամբ կամ գաստրիտով, սխալմամբ կարան պատկերացնեն, թե ահա սա ուրեմն լավ է, սա ուրեմն օգնում է։ Այդ ցավազրկելու հետ միասին վառում է ստամոքսի լորձաթաղանթ, այսինքն վնաս է տալի, բայց ցավազրկման էֆեկտը արդեն իսկ մարդկանց մոտ թողել է, պապերի մոտ թողել է, այդպիսի թյուր տպավորություն պատկերացում, թե իբր տահատես խմեցինք ու ավելի մեզ լավ ենք զգում, ցավը թուլացավ, որովհետև նյարդային վերջավորությունները թմրեցրեց։ Բացի դա, երբ որ օղին մարդը խմում է, սպիրտը ներծծվում է ոչ միայն ստամոքսում, միջև ստամոքս հասցնելը բերանի խոռոչից, ենթալեզվային, կոկորդից ներծծվում է, այսպես մի քիչ ավելի արագ է ներծծվում, ավելի արագ է ազդում եւ ունենում է ուղեղի վրա որոշակի թմրեցնող ազդեցություն։ Դա էլ իր հերթին ցավազրկման մեկ այլ մեխանիզմ է։ Ուրեմն առաջի բանը, որ կարար հոնի եւ թթի օղին, այսինքն թունդ սպիրտը օգներ, դա ցավազրկելն է, թմրեցնելն է, որը իրական բուժում չի, այլ թվացial բարելավում է, հիմքում ընկած վառելու, գրգռելու, վնասելու process-ին զուգահեռ։ Երկրորդ, ես դեռ գրել եմ կետերը, որ չխառնեմ։ Երկրորդ, ինչա անում ուրեմն օղին, հատկապես այդ թունդ օղիները, ազդելով լորձաթաղանթի վրա, լայնացնում է մազանոթները, եւ մազանոթները, երբ որ լայնանում են, արյունալեցումը մեծանում է։ Մենք ունենք միզոպրոստոլ դեղ, օրինակ ոչ հելիկոբակտերիալ խոցերի ժամանակ, միզոպրոստոլ դեղով կամ անաստամոզիտների ժամանակ, սա գոլեգաներիս համար ասեմ, եթե անաստամոզի խոց, այսինքն վիրահատել են ստամոքսը, վիրահատելուց հետո հեռացած մի մասը ստամոքսի հեռացրել են, մի մասը մնացել է եւ կարում են աղիքին, հա կարի վրա երբեմն խոցեր են առաջանում։ Սա հելիկոբակտերը վերացնելով կամ թթվայնությունը գցելով այս հարցը չի լուծվում։ Ինչով է լուծվում։ Այս դեպքում օրինակ օգտագործում ենք միզոպրոստոլ, սայտոտեկ։ Սրա մասին մի օր այս դեղը հետաքրքիր դեղ է, առանձին կխոսանք։ Այս սայտոտեկով, միզոպրոստոլով
որը լավ առաջ ընկնելով ասեմ, Cytotec-ը օգտագործում է նաև արհեստական վիժում առաջացնելու համար հղիության վաղ փուլերում, ասեմ, որ դա քրեական հոդված է, ինքնուրույն ուրեմն նշանակել նման դեղ, ոչ առանց բժշկի հսկողության, առանց բժշկի, սա արյունահոսությամբ եւ հղի մահով վտանգավոր հետևանքներ կարա թողի ինքնագլուխ Cytotec-ի օգտագործումը, ասեմ ուղղակի։ Եվ դեղատներն էլ Cytotec-ը վաճառում են միայն բժշկի դեղատոմսով ու լավ են անում, ճիշտ են անում։ Երբեմն զարմանում են, որ գաստրոենտերոլոգներն են Cytotec նշանակում, որովհետև բոլորին թվում է, թե դա հղիությունը ընդհատելու համար է, ոչ դա նաև ոչ հելիկոբակտերիալ, աղաթթվի հետ չկապված խոցերը բուժելուց նույնպես օգտագործում ենք Cytotec։ Միզոպրոստոլ ազդող նյութով։ Ահա միզոպրոստոլ արյունալեցումը լավացնում է եւ վերքերը ավելի հեշտ են վերականգնում, որովհետեւ եթե վերքի նկատմամբ դեպի վերքը դու արյունալեցում ես ապահովում, նշանակում է թթվածնի մատակարարումը եւ սննդանյութերի մատակարարումը դեպի վերք լավանում է, հետեւաբար բարելավվում է, հետեւաբար վերքի լավացման հնարավորությունը մեծանում է։ Ահա ալկոհոլը կարա այդպիսի ազդեցություն ունենա, այսինքն վնասող հատկությանը զուգահեռ կարա նաև արյունալեցումը լավացնի, որի արդյունքում որոշակի չափով վերքերը, էրոզիաները ավելի հեշտ վերականգնվեն։ Այստեղ հակասական ազդեցություն համ վնասող, համ որոշակի բարելավող։ Սա ես ինչի եմ ներկայացնում, որ սա որպես ռացիոնալ հատիկ, բայց եթե մենք ուզում ենք վերքի արյունալեցումը լավացնենք, դրա համար կա միզոպրոստոլ, որը առանձնակի այն վնասները չի հասցնում, ինչ որ հասցնում է ալկոհոլը, բորբոքված լորձաթաղանթին։ Այդ իսկ պատճառով, եթե նույնիսկ համարենք, որ ալկոհոլը ունեցել է սննդի եւ թթվածնի մատակարարումը դեպի վնասված հյուսվածք լավացնելու ազդեցություն, ժամանակակից բժշկությունը ավելի լավ առաջարկ ունի այս հարցը լուծելու համար։ Երրորդը դաբաղող ազդեցությունն է, երբ որ ալկոհոլը հատկապես մրգային կամ ալկոհոլի մեջ որոշակի մրգերի կամ որոշակի պտուղների, որոշակի արմատների, որոշակի բուսական նյութերի ուրեմն ալկոհոլի մեջ մշակումը բերում է նրան, որ ալկոհոլը ձեռք է բերում դաբաղող հատկություն, տանինների ազդեցության տակ։ Այսինքն վերքային մակերեսի սպիտակուցների հետ կապվելով տանինները ալկոհոլի կազմում, դա մաքուր սպիրտ չի, չէ՞, դրա մեջ որոշակի բուսական մոլեկուլներ կան։ Ահա տանինների ազդեցության տակ վերքային սպիտակուցների հետ կապվելով առաջանում է վերքի վրա պաշտպանիչ թաղանթ, այսպես մի քիչ չափազանցրած եմ ասում, բայց պաշտպանիչ թաղանթ, որի տակ վերքը ավելի հեշտ եւ ավելի լիարժեք է լավանում։ Ալկոհոլը այսպիսի ազդեցություն ունի, դաբաղող ազդեցություն, հատկապես թթի օղին, հոնի օղին, եթե այդ սպիրտների մեջ որոշակի բույսեր են խառնած, այս ազդեցությունը ունի, բայց ինչ առաջարկում ժամանակակից բժշկությունը, բիսմութի պրեպարատներ, դուք բոլորդ գիտեք դենոլի մասին կամ ուլկավիս անունով, դենոլ, ուլկավիս, բիսմութի պրեպարատները հենց այս գործը անում են հազարապատիկ ավելի լավ եւ հազարապատիկ ավելի օգտակար ձևով առանց վնասներ հասցնելու։ Այսինքն այն ինչ պապական գալիս է, որ եկեք օղիով կամ սպիրտով անենք, ժողովուրդ, այդ նույն գործը ավելի լավ առանց վնասելու։ Ժամանակակից բժշկությունը անում է։ Սա եւս մեխանիզմ, որով կարար թթի օղին կամ հոնի օղին դրական ազդեցություն ունենար։ Երկրորդը ստրեսային ակտիվություն կամ տեղային շոկ, հա, ինչի մասին է խոսքը։ Ցանկացած բորբոքում վերք, քրոնիկ։ Ցանկացած քրոնիկ վերք դա ինչ որ բալանս է, որին օրգանիզմի պաշտպանությունը եւ ագրեսիվ գործոնները, որին հասել են։ Սովորաբար բալանսը պիտի այսպես լինի։ Պաշտպանիչ ուժերը օրգանիզմի պետք է հաղթեն վնասող գործոններին եւ վերքը լավանա։ Եթե վնասող գործոններն են հաղթում պաշտպանիչ ուժերին, հակառակ վերքը մեծանում, խորանում, բարդանում։ Եթե ոչ ոքի է այս պայքարը պաշտպանիչ ուժերի օրգանիզմի եւ ագրեսիվ գործոնների միջեւ, եթե ոչ ոքի է, ապա որոշակի մակարդակում վերքը այդպես քրոնիկ մնում է։ Օրինակ, պրակտալոգիայում անուսի հետանցքի ճաքի ժամանակ քրոնիկ ինչ են անում, կամ
թեկուզ այլ վերքերի դեպքում, երբ որ վերքը խրոնիկ է, մի հատ վերքը թարմացնում են եզրերը, այսինքն հին մակերեսը կտրում հանում են, նոր մակերեսը բերում կպցնում են, որպեսզի մի հատ նոր ռեստարտ են տալի բորբոքման, նոր բորբոքում տեղի ունենա, որտեղ պաշտպանիչ ուժերը կհաղթեն ագրեսիվ ուժերին, այսպես ասած։ Դա ստրեսային վերաակտիվացում է, ստրեսը մենք ընդունած է որպես վատ բան, բայց ստրեսը դա օրգանիզմի պատասխանն է վնասող գործոնին։ Եվ եթե մի հատ ռեստարտ ես տալիս, այդ օրգանիզմի պատասխանը թարմացնում ես, կարա վերքը լավանա։ Ահա ալկոհոլը իր վնասող ազդեցությամբ վերքային մակերեսների վրա միգուցե ունեցել է այս ստրեսային ռեստարտի հատկություն, որովհետև բալանսը եկել է, լրացուցիչ ագրեսիվ գործոն ես տալի, օրինակ ալկոհոլը, որպես քիմիական ագրեսիա, լրացուցիչ առաջացնում ես, եւ օրգանիզմը դրան ի պատասխան ակտիվանում է եւ կարա ունենա որոշակի դրական ազդեցություն։ Ստրեսային ռեստարտ ալկոհոլի վնասող ազդեցության միջոցով։ Սա եւս մեխանիզմ է, որով կարար հոնի օղին եւ թթի օղին կամ նմանատիպ ուրեմն օղիները որոշակի ազդեցություն ունենային։ Ուրիշ միկրոբիոմի տեղային մոդուլյացիան, տեսեք, հաճախ քրոնիկական գաստրիտը արդեն ուշ փուլերում տասնամյակների ընթացքում բերում է ատրոֆիկ գաստրիտի, այսինքն ստամոքսի լորձաթաղանթի ատրոֆիայի, ի ժողովրդական լեզվով ասած ստամոքսի լորձաթաղանթի մաշվածության։ Երբ որ ստամոքսի լորձաթաղանթը մաշվում է, այլևս այն աստիճան, այն ինտենսիվությամբ կիսլատաներ չի արտադրում, կիսլատա չի արտադրում, որի արդյունքում բակտերիաները ստամոքսում կարան շատանան։ Իրանց ավելի լավ զգան ոչ միայն բակտերիաները, նաև սնկերը։ Սնունդը այլևս կարա այդքան էլ լավ բան չլինի, չախտահանվի ստամոքսում։ Այս դեպքում ալկոհոլը դառնում է ոնց որ բնական ախտահանիչ, բնական հակամիկրոբային ազդակ։ Եվ եթե դե մարդուն, ասենք, չգիտեմ, 2 շաբաթով նշանակել են բուժում թթի օղիով կամ հոնի օղիով, բնականաբար ատրոֆիկ արտահայտված, խորացած ատրոֆիկ գաստրիտով պացիենտների մոտ սա պետք է ունենար որոշակի դրական ազդեցություն։ Հասկացաք։ Եվ ինչ է ստացվում, ստացվում է, որ էլի թյուր կարծիք տպավորություն, որ թթի օղին, հոնի օղին օգնեց։ Ում օգնեց։ Այն մարդուն, որ ապրում էր 15-րդ դարում, բժշկությունից զերծ էր ու ուներ ատրոֆիկ գաստրիտ, ահագին խորացած։ Ժամանակավոր որոշակի օգուտ տվել, այո։ Բայց այս դարում մենք ֆուտբոլ ենք խաղում տրեխներով, տրեխն էլ ավելի լավ է, քան ոտաբոբիկ վազվզելը։ Հա, բայց չի նշանակում, որ եթե ոտաբոբիկ չենք ուզում վազվզենք, ուրեմն կոշիկի փոխարեն պետքա կամ ֆուտբոլում բոթաս հագնելու փոխարեն մարզական կոշիկներ հագելու, որտի տրեխներ հագնեն, որովհետև մեր պապերը տրեխներով են մանեկել։ Հա, լավ են արել։ Բայց դարը փոխվել է, հնարավորությունները փոխվել են։ Սա էլ միկրոբիոմի վրա ազդելով ատրոֆիկ գաստրիտ դեպքում ալկոհոլը թթի օղին, հոնի օղին կարող էին օգնել։ Եվ ամենակարևորը, շատ կարևոր, պլացեբո էֆեկտ։ Պլացեբոն, եթե ժողովրդական լեզվով ասենք, դա ներշնչական է։ Այսինքն, երբ որ օղին խմում է, տաքանում է, չէ, այստեղ մի քիչ վառվում է, բան, հատկապես զգայուն ներշնչման հակված մարդկանց մոտ սա կարող ունենալ պլացեբո էֆեկտով դրական ազդեցություն։ Այս մարդիկ էլ որտեղ նստելու էին, ասեին, գիտես ինչ կա, թթի օղին խմեցի, ես ինչի քաշած օղին։ Հոնի օղին, այ չգիտեմ, Գորիսից կամ եսին որտեղից հոնի օղին խմեցի, դե Գորիսից հիմնական թթի օղին են ելնում։ Խմեցի, ասում է, ու տենաս ինչ ձև լրիվ ցավերս թողեց, լրիվ ինձ լավ, ներշնչանքով մարդը լավանում է։ Պլացեբո էֆեկտ։ Սա եւս մի մեխանիզմ է, որի վրա արժի մի փոքր կանգ առնել։ Ինչու՞։ Որովհետեւ այն թվերին, հիմա մենք գիտենք օրինակ, ստամոքսի ցավով պացիենտների, հատկապես երիտասարդ պացիենտների, կեսից ավելին իրականում ոչ թե գաստրիտն ու խոցն են իր ցավի պատճառը, այլ ստամոքսային նևրոզը, այսպես ասած, ֆունկցիոնալ դիսպեպսիան, ոչ խոցային դիսպեպսիան, բժշկական լեզվով, ժողովրդական լեզվով ստամոքսային նևրոզ։ Հիմա ոչ զոնդ են արել այդ մարդկանց, մեր պապերի մասին է խոսքը, ոչ ռենտգենով են ստուգել, ոչ մի ձևով չեն ստուգել։
Ինչ են իմացել, այդ որ խմում են ալկոհոլը ու դա օգնում է, դա խոցին է օգնում, գաստրիտին է օգնում, թե նևրոզին է օգնում։ Իսկ կարա ալկոհոլը որոշակի չափով օրինակ նևրոզին օգնի։ Կարա։ Իհարկե կարա։ Մի քիչ շշմացնում, մի քիչ թմրացնում, մի քիչ դուխը գալիս է տեղը եւ ժամանակավոր որոշակի առումով ֆունկցիոնալ խանգարումներով պացիենտներին ալկոհոլը կարա դրական ազդեցություն ունենա։ Ինչ ասում ժամանակակից բժշկությունը, այն գերասմա կես տաբլետկա միտրիպտիլին խմի, ասենք թե, կամ մի համանման անտիդեպրեսանտ։ Մի կես տաբլետկա խմում ես, այդ հարցը լուծվում է։ Առանց վնաս տալու ստամոքսին, շատ ավելի արդյունավետ այդ հարցը լուծելով։ Այսինքն, հիմա գալիս ենք ամփոփենք, հա, մեր այս ամբողջ զրույցը, ժողովուրդ ջան, այն որ մեր պապերը ունեցել են որոշակի գիտելիքներ, կա ժողովրդական բժշկություն, բույսերով, սպիրտներով, սենց բաներ են արել, ձեր ցավը տանեմ, այդ ամեն ինչը մենք գիտենք։ Ես այսօր, եթե առիթ լինի ուրիշ օրինակ Քացախի հետ կապված հետաքրքիր դիտարկում կարամ անեմ, բայց այդ ամեն ինչը այսօր մենք լուծում ենք բազմապատիկ ավելի արդյունավետ, բազմապատիկ ավելի քիչ վնաս տալով։ Այդ ժամանակակից բժշկությունը հասել է այդտեղ։ Այսօր մի պացիենտ ինձ հարցնում է, դուք բուսաբուժությունը երևի չեք ընդունում, չէ՞։ Ասում եմ, լսիր, բուսաբուժությունը դա բժշկության ինչ որ ճյուղ չի առանձին, դա մեր բժշկության զարգացման ինչ որ փուլ է, որ եղել է սրանից հարյուրավոր տարիներ առաջ։ Այո, 100, 200, 300, 500, 1000 տարի առաջ մենք եկել ենք զարգացման այդ փուլում։ Բժշկությունը, բժշկագիտությունը եղել է զարգացման այդ փուլում, բայց վաղուց մենք այդ փուլից անցել ենք, եկել ենք մեր օրեր, էլի տրեխի պատմությունը, փոստային աղավնու պատմությունը, փոստային աղավնին էկոլոգիապես շատ մաքուր բան է, նամակ կարա տեղափոխի վայրից վայր, բայց ոչ ոք հեռախոսից ժամանակակից չի հրաժարվի, SMS գրելուց չի հրաժարվի, փոխանելը փոստային աղավնիով իր լուրը փոխանցի։ Շտապ օգնություն կանչի փոստային աղավնիով, տենց բան պատկերացնում եք։ Այ որ օրը շտապ օգնություն կկանչեք փոստային աղավնիով, այդ օրը սեփական առողջության համար հոգ կտանեք բուսաբուժությամբ, որը մեր բժշկագիտության որոշակի եւ հետամնաց փուլն է։ Հա եղել է տենց բան։ Հիմա էլ մենք օգտագործում ենք շատ բույսեր մեր պրակտիկայում դրանց մասին։ Առանձին կխոսեմ, օրը կգա բարին հետը։ Բայց ահա թթի օղու եւ հոնու օղու դրական հնարավոր ազդեցությունները, վաղուց եմ այս թեման ճիշտն ասած գծում բռնում, հնարավոր դրական ազդեցությունները սրանք են, որոնք մեր օրերում ըստ էության այլևս պետք չեն, որովհետեւ մենք ունենք շատ ավելի արդյունավետ, շատ ավելի քիչ վնասակար եւ շատ ավելի կայուն արդյունք տվող, կայուն լավացման տանող միջոցներ։ Թերևս այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն, մի շնորհ հանդիպում։